Ինչ է սպասում այն մարդկանց, ովքեր որ սուբյեկտն են այդ ծառայություններին, այսինքն patient-ներին կամ հաճախ հիվանդներին կամ այդ ծառայություններից օգտվողներին, որոնք չեն օգտվել իրականում, բայց ինչ որ առումով շահել են, ընդհանրենք ձեր ասած գումար են ստացել դրա համար։ Այսինքն մարդը տուն է նստած, ինքը հոսպիսի կարիք չունի։ Մարդը հոսպիսի կարիք չունի, home care կարիք չունի, բայց գումար է ստացել։ Հիմա նա ասեմ ձեզ, եթե գնան բոլորին վերցնեն պատասխանատվության ենթարկեն, դա անհնար է։ Տեղ չի լինի մարդկանց ինչպես պատճառ։ Այդքան ծավալը մեծ է։ Այո, ծավալը մեծ է, բայց գնալով իմ էքսպերիենսի, որ ես աշխատել եմ այդ кейսերի վրա, պետությունը ինքը հիմնականում ծառայությունից օգտվողներին քրեական պատասխանատվության չի դարձնում, որովհետև այդ ծառայությունից օգտվողներին օգտագործում են որպես վկաներ, որպեսզի կարողանան, այսպես ասած, ամենաբարձր դիրքում գտնվող մարդկանց հետևից են գնում, ովքեր որ այսպես ասած ուղեղն են, ովքեր որ սա իրագործեն, որովհետև նախ առաջինը, եթե 100 patient ա եղել, այդ մարդուն դու չես կարա զրկես ծառայություն, երբեմն լինում է կարող են եւ զրկել ծառայությունից Medicare, այսինքն այլևս իրանք այդ ծառայությունը չստանան, դա ամենամեծ պատիժը կլինի, բայց այսպեսին որ գնան իրանք քրեական պատասխանատվության ենթարկեն պացիենտներին, չեն ենթարկում։ Պացիենտներին պարզապես ներքաշում են որպես վկաներ եւ այդ պացիենտները պարտավորված են լինում, որ գան վկայություն տան ծառայությունների, բժիշկների, բուժքուրերի եւ նման մարդկանց դեմ։